Բարի լույս, Պողոս Արաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակի 8-րդ գլխում հետևյալն է գրում. Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն, որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ, և որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։ Սիրելիներ, ինչպես տեսնում եք, Պողոս Արաքյալը խոսում է կանչվածների և փառավորվածների մասին։ Այսօրվա խորհրդով կուզեմ փոխանցել հետևյալը. յուրաքանչյուր մեկիս Աստված ինքն է կանչել։ Չկարծեք, թե դուք որոշեցիք դառնալ դեպի Աստված։ Մեր որոշումները շատ քիչ են և շատ թույլ են, որովհետև նկատած կլինեք, ամեն անգամ, երբ մի բան որոշենք, այդ որոշումը կարող է կյանքի չկարողանանք կոչել։ Ինչպես օրինակ մեծ պահոց ընթացքին այս օրերին շատ շատերս մտածում ենք, որ այսինչ բանից պիտի վերջ ի վերջո հրաժարվենք, բայց գալիս է պահը, որ տեսնում ենք, թե մենք տկար ենք և մենք ինքնուրույն չենք կարող։ Այդպես նաև Տերը կանչում է բոլորիս, կանչում է իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով և ինքն է որոշում, թե ում պիտի կանչի, բայց որպես սիրող հայր նա կանչում է բոլորին, ծանոթացնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի և նրա սուրբ խոսքի հետ։ Եվ իր կանչից հետո է, որ նա ընտրում է մեզ և տանում է մեր ճանապարհները իբարս Աստուծո և նաև մեր փրկության համար։ Այնպես որ այսօրվա խորհրդի մեջ հետևյալն է դրված. յուրաքանչյուր մեկս կանչված ենք Տիրոջ կողմից, կանչված ենք, որպեսզի հասնենք երկնային արքայություն, և այդ կանչը պարտադիր է լսել ամեն օր։ Ամեն առավոտ Տերը մեզ կանչում է, մեր ականջները բացենք, մեր հոգևոր աչքերը բացենք, տեսնենք և լսենք Տիրոջ ձայնը և այդ կանչին ընդառաջ գնանք, որովհետև անդրանիկը մեր Տեր Հիսուս Քրիստոս այլևս մեզ ցույց է տվել ճանապարհը և օրինակը երկնային արքայություն հասնելու։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ, սիրելիներ, Աստված օրհնի ամենքիս։